Մենք հիմա արել ենք արունը բուրցելոզի համար, որ հասկանում ենք այդ անասուններ հիվանդը դե չէ։ Վահան Վարդանյանը այս ֆերմայի անասնաբույժն է, վերջերս է Ռուսաստանից վերադարձել հայրենիք մշտական բնակության։ Համայնքի անասնաբույժի հետ իրականացնում են պատվաստում եւ նմուշառում։ Հիմա մենք ուղարկենք այդ արունը լաբորատորիա, ինքը ասեք, որ այդ նորմալ է, դա նորմալ չի։ Պատվաստանյութն էլ, որ ներարկեցին կենթանու Սիբիրախտի դեմ է։ Սիբիրախտի պատվաստումը կարող են անել մարտ ամսից մինչև մայիս, եթե մինչև 28 աշյան տաքություն կարելի անել, մինչև 28 աշյան տաքություն ոչ բարձր։ Սիբիրախտի պատվաստմամբ էլ սկսվում է գարնան պարտադիր պատվաստումների շրջանը։ Այժմ դրանք ակտիվորեն իրականացվում են ամբողջ հանրապետությունում։ Մեկ ամսից կլինի խշխշանպալարի եւ հետո դաբաղի պատվաստումը, նույն գործողությունը կրկնվի նորից աշնանը։ Կենթանու տարիքով պայմանավորված պատվաստումները տարբեր են լինում։ Արյան նմուշառում վերցնում ենք մենակ աշխատող ցուլերից, երիժներից, կովերից։ Փոքր հասակային խմբերին արում չեն վերցնում, իսկ սրսկումը Սիբիրախտը արում է 3 ամսեկան սկսած, դաբաղը մի օրեկան է կարանք պատվաստենք, MK-ը 3-4 ամսեկան սկսում պատվաստումը։ Պատասխանատու գերատեսչությունից զգուշացնում են, պատվաստումները պարտադիր են, դրանք ունեն ռազմավարական նշանակություն։ Փոխնախարարն անձամբ էր եկել հետևելու գործընթացին։ Տեղական ինքնակառավարման մարմինների համայնքի ղեկավարների ուշադրությունը հրավիրել այս գործընթացին, քանի որ օրենքով իրենք եւս ունեն սեփական լիազորություն պատվաստման գործընթացում, այսինքն պետական պատվերի ծրագրի շրջանակներում պետք է աջակցեն, համակարգեն, որպեսզի միջոցառումները պատվաստման հանրապետության մասշտաբով իրականացվեն անխոչնդոտ։ Ֆերմերներին էլ հորդորում է, եթե անասնաբույժը տևական ժամանակ չի այցելել իրենց կամ չի կատարել պատվաստում, դիմեն ու պահանջեն։ Կխնդրեմ լինեն ուշադիր գրանցամատյանների նկատմամբ հատկապես, որտեղ գրանցումներն իրականացնում են անասնաբույժները միջոցառում իրականացնող, վստահ լինելով, որ իրենց կենդանիների թիվն է գրված դիմացը եւ իրենց անունը, որից հետո նոր տնեն ստորագրությունը, սա շատ կարևոր գործընթաց է հետագա անճշտությունները բացառելու տեսանկյունից։ Պատվաստումների ողջ գործընթացն իրականացվում է պետպատվերի շրջանակում։ Պատվաստանյութը գնում է էկոնոմիկայի նախարարությունը։ 5 միջոցառում իրականացվում է կանխարգելիչ, դաբաղ, սիբիրախ, նոդուլյար դերմատիտ կամ հանգուցավոր մաշկաբոր պայլ կերպ ասած, MK կամ խշխշանպալար եւ ծաղիկ հիվանդությունների նկատմամբ։ Ախտորոշիչ իրականացվում է տուբերկուլոզ, լեյկոզ եւ բրուցելոզ հիվանդությունների նկատմամբ։ 2026-ին պետական բյուջեից պատվաստումներ իրականացնելու համար տրամադրվել է 1.9 միլիարդ դրամ։ Նախորդ տարի Հայաստանում արձանագրվել են բրուցելոզի դեպքեր։ Գերատեսչությունից հիշեցնում են, հիվանդություններից խուսափելու համար պատվաստումները պետք է կատարել ժամանակին։ Էմմա Վարդանյան, Հովհաննես Գյուրջյան, լուրեր։